Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, մեծարգո գերազանցություններ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ, սիրելի բերակամեր եւ հյուրեր, շատ ուրախ եմ եւ դա ինձ համար մեծ պատիվ ու անձնահատուկ երախտիկ է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի անունից ողջունելու ձեզ այսօր Երևանում այս կարևոր համաժողովի շրջանակում. Ladies and gentlemen. Դիգնակ եփորնակ հարգելի վարչապետ Փաշինյան, հարգելի դեսպաններ, շնորհակալություն։ Հարգելի նախարարներ, պատգամավորներ, ինչպես Սարգիսյանը ասաց, 2 տարի է ինչ Հայաստանի պետության կառավարությունը հայտարարել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը որպես ծրագիր, Խաղաղության խաչմերուկ ծրագրի արդիվ երկրորդ կոնֆերանսն ենք մենք հյուրընկալում, Խաղաղության խաչմերուկ խորագրով մենք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի անունից ողջունում եմ բոլորիդ, հատկապես միջազգային հյուրերին, բարեկամներին, ովքեր այստեղ են։ Ոմանք առաջին անգամ են Հայաստանում ու Երևանում, ոմանք այստեղ մի քանի տարի է ինչ չեն եղել։ Ես կարծում եմ, որ իրենց մի քանի տարի առաջվա հիշած Հայաստանը տարբերվում է այսօրվա Հայաստանից։ Ես հիշում եմ մի խոսակցություն, որը մենք կարծեմ Բերլինում 7-8 տարի առաջ ունեցանք, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը։ Գործընկերներից մեկը հարցրեց, ինչու է Վրաստանը այդքան տարբեր դիրքավորվում Հայաստանից, եւ այն ժամանակ մեկն ասաց, դե հայերը սիրում են երբեմն քարտեզին նայել։ Հայերը կարծես շարունակում են սիրել քարտեզին նայել եւ քարտեզներ ցուցադրել բոլորը տեսակ գրքույկները Խաղաղության խաչմերուկին նվիրված քարտեզով հանդերձ, երբ առաջին անգամ ստացա այն Բերլինում Հայաստանի դեսպանից, Ադենաուեր հիմնադրամի ընկերներից, ասաց, երբ Երևան գաս, այս գրքույկը բազմիցս ստանալու ես, հավաքածուս ունենալու այս գրքույկի եւ քարտեզների, որը հրաշալի է, որովհետեւ այս քարտեզները ուսումնասիրել շատ եմ սիրում եւ քարտեզը չէ կարծես, բայց երբ հայերը նայում են քարտեզն այսօր, տեսնում են մի այլ իրավիճակ։ Տարածաշրջանը կտրականապես փոխվել է վերջին տարիներին ու կարելի է պնդել, որ ոչ իշա Հայաստանի է։ Շատ օբյեկտիվ պատճառներով հայերը կարող են այդ փակ վիճակի մեջ նորից հայտնվել, նահանջել, փակվել ոզնու նման, այդպես են ասում գերմաներեն, ու պահպանել եղածը, բայց հակառակն է տեղի ունենում։ Հայերը այսօր դիտարկում են քարտեզը, տեսնում հնարավորություններ։ Հայաստանը վերահայտնագործում է իր բրենդը շատ առումներով, երբ նախորդ անգամ մի քանի շաբաթ առաջ Երևանում էի, գործընկերներից մեկն ասաց, փորձում են ամեն ինչ փոխել, ամեն ինչ միանգամից փոխել։ Հաղթահարել հարևան պետությունների հետ թշնամանքը, խաղաղություն կառուցել տարածաշրջանում, որ երկար ժամանակ հակամարտությամբ է բնորոշվել, զարգացնել ենթակառուցվածքն, նվազեցնել կախվածությունը, բազմազանեցնել տնտեսությունը, բազմազանեցնել միջազգային գործընկերությունները, բարեփոխել երկրի ներսում արդիականացնել վարչական համակարգի շատ տպավորված է տվային օրակարգի շուրջ երկխոսությամբ նախորդ անգամ երբ մի քանի շաբաթ առաջ այստեղ եւ անգամ ինտեգրվել Եվրոպական միության հետ այս ամենը տեղի ունենում ճնշման պայմաններում բավական սահմանափակ ռեսուրսներով այս նկարտումները ըստ իս բավական տպավորիչ են ոմանք կասեն խելագար եւ անհնարին բան է ոմանք էլ կասեն հավակնոտ է Նախկինում դա արվել է այլ երկրների կողմից վերջին տարիներին ես ապրել եմ Բալթիանի երկրներում իրենք տպավորիչ ուղի են անցել, որը կենտրոնական արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասի համար այդպեսին եւ հաստատ պարունակում է տեսլական, որ Հայաստանն է առաջադրում ապագայի տեսլականը եւ դա մարմնավորումը Խաղաղության խաչմերուկ արկածը Սարգիս դուք ասացիք դա միայն նախագիծ չէ, դա տեսլական է, կարծեմ նաեւ բրենդ է, որը Հայաստանի քաղաքական գործիչներն են իրենց երկրին ու տարածաշրջանին առաջարկում որպես ուղեցույց, քաջությունը պահանջում դա անելու համար եւ իհարկե առաջնորդելու ուժեղ վկայություն է սա։ Ես որպես գերմանացի հիշում եմ մեր երկիրը այնպեսի վիճակում էր, որը նույնը չէր, կամ ոչ ամբողջովին նույնը, կային էական տարբերություններ, բայց կային նմանություններ 80 տարի առաջ, երբ Գերմանիան սկսեց ահռելի ահավոր պատերազմ, բռնապետությունը, սակայն բռնապետություն Հայաստանում չի եղել, այնտեղ այլ էր, բարևանների դեմ մենք պատերազմ էինք մղում, կորցրեց կողմնորոշում, կորցրեց տարածք կողմնորոշում, հետո ընտրվեց մի պարոն, ում անունը հիմնադրամագրում է Կոնրադ Ադենաուեր, ով ուղղորդում էր երկիրը Արևմտյան Եվրոպայի տրանսատլանտյան համայնքի հետ ինտեգրման ուղղությամբ սոցիալ-սոցիալական շուկայական տնտեսություն վերազինում եւ այդ բաները այն ժամանակ պոպուլյար չէին։ Ադենաուերը նոր բրենդ առաջարկեց Գերմանիային օկուպացիայի հանգամանքներում բոլորս գիտենք, բայց
Մի բան, որը պոպուլյար չէր, եթե տնենք ժողովրդական քվեարկության, սրանցից վստահ չեմ, թե որևէ մեկը կանցներ արդյոք։ Բայց այսօր այս ամենը տրամաբանական է, Գերմանիան արևմտյան երկիր է։ Մենք տոնեցինք 70-ամյակը Բունդեսհանրապետության եւ նույնիսկ մեծամասնության կամքին հակառակ գնալու համար առաջնորդություն պետք է եւ մարդիկ համոզվեցին, որ դա ճիշտ ուղղություն է։ Հայաստանը բազմազանցել է միջազգային գործընկերություն ԱՄՆ-ի հետ կապերը վերական ամրապնդել ուրախ ենք որ տիկին դեսպանացիայի ելույթ կունենա եւ ինտեգրում Եվրոպայի հետ, որ մստում ես ամենահավաքնոտն է, բայց արդյոք դա անհնար է։ Ես քարտեզանայեցի ասացի, որ սիրում եմ քարտեզներ նայել, հենց այստեղ հյուրանոցից 3300 կիլոմետր է մինչև Եվրոպական խորհրդարան Բրյուսելում։ Հայերը դա գիտեն ինչքան է հեռավորությունը, դուք եք սիրում քարտեզներ դիտարկել։ Այդքան հեռու է Նեպալը, այդքան հեռու է այստեղից Սոմալիան, բայց դա չէ խնդիրը։ Եվրոպական ամենամոտ անդամ պետությունը ընդամենը 1000 կիլոմետր է այստեղից Կիպրոսն է, որ ախենք մանախոսկա Կիպրոսից այսօր մեզ հետ այստեղ։ Դա ընդամենը կեսն է այդ հեռավորության ամենամոտ անդամ պետության։ Մոսկվա քաղաքի հեռավորությունից կիսով չափ ավելի մոտ է եւ ամենամոտ տեխնազու երկիրը, ինչպես գիտեք, ընդամենը 20 կիլոմետր է հեռու, սահմանը դեռ փակ է, բայց մենք շատ ուրախ ենք, որ թուրք փորձագետներ կան այսօր մեզ հետ նույնպես։ Մենք մեր գրասենյակը հիմնականում Վրաստանում հաճախ են ասում ես վրացի եմ, հետևապես ես եվրոպացի եմ։ Այդ նախադասությունը ես այստեղ լսեցի երեկվա նիստի ժամանակ փորձագետներից մեկը հայ եմ, հետևապես ես եվրոպացի եմ։ Որոշ գործընկերներ սկսեցին խոսել, թե ինչու է Հայաստանը նույն անում որպես եվրոպական քրիստոնեական ժառանգության, մշակութային ժառանգության մասին խոսեցինք այսօր այդ հարցերի մասին չենք խոսելու են կապակցվածության, անվտանգության, ժողովրդավարական արժեքների, տնտեսական ինտեգրումը բացելու մասին, կայուն խաղաղություն կառուցելու հավակնությունների մասին, այս ամենը շատ եվրոպական է հնչում ինձ, դրանք խնդիրներ են, որոնք մեր եվրոպական ինտեգրումն են բնորոշում երկրորդ աշխարհամարտի արհավիրքից ու փլատակներից հետո մինչ օրս նման հավակնություն ունենալը խիստ եվրոպական է թվում ինձ։ Մենք այստեղ ենք, երբ ասում եմ մենք նկատի ունենք միայն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, գերմանացիները, եվրոպացի գործընկերները շատ ուրախ են, որ այսպիսի ներկայացում կա միջազգային գործընկերների, դեսպանների, կազմակերպությունների մեզ հետ այստեղ են աջակցելու համար այս գործընթացին, բայց նաև դասեր առնելու Հայաստանից։ Տեսլականով բրենդ ունենալը եվրոպական շատ հասարակություններում այսօր պակասում է։ Դժվարանում ենք հասկանալ ուր ենք շարժվում, ինչ նոր նպատակի ուղղությամբ, եւ սա ներկայացնելը ըստիս ուժեղ խորհրդանիշ է եւ նման բարեփոխվելու կամք ունենալը մենք երեք սրա մասին խոսեցինք զրույցի ընթացքում հստակ բարեփոխումների օրակարգ ունենալը կարծես շատ եվրոպական հասարակություններում մենք դժվարանում ենք գտնել։ Ես համար մեծ պատիվ է եւ խոնարհաբար այսօր այստեղ եմ Տիկնայք եւ Վարնայք, շնորհակալություն մեր հայ գործընկերներին, իմ սիրած բառն է շնորհակալություն քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը, վերջինս նախագահ պարոն Նիկոլ Փաշինյանին, Սարգիսին նաեւ այս հրաշալի գործընկերության համար մեր միջազգային փորձագետներին ովքեր այստեղ են, Մատլեբա Տեշիկյուլեր եւ Խարիստո, այդ եւ մերսի եւ տանքը իմ թիմին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, որը մեծ ջանքեր է գործադրել կազմակերպելու ոչ միայն այս կոնֆերանսը, այլ մեր բոլոր գեղեցիկ ծրագրերը Հայաստանում։ Դրանք Հայաստանի համար հրաշալի այցեքարտ են բոլոր այստեղ եկողների համար եւ առանձնացեմ նրանցից մեկին, քանի որ նա իր ծննդյան օրն է այսօր այստեղ, անունը Լիլիթ է եւ մի րոպե պետք է հիշեի, եթե ծննդյան օրը աշխատում ես, արժանի ես To you, happy birthday to you, happy birthday dear Lilith, happy birthday to you. Lilith, I could see it from here, the Prime Minister. Տեսնում վարչապետը ծափահարում էր ձեզ Լիլիթ, պարոն վարչապետ։ Չգիտեմ ում համար նա աշխատում, բայց Լիլիթը շատ գոհ է եւ մտա մեզ գալով, մեկ գալով մեզ մոտեցրեց ձեր վերընտրվելուն։ Դիտարկենք քարտեզները։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։